Նենց վստահ եմ, որ այս գինու մասին դուք արդեն ամեն ինչ գիտեք։ Ինտերնետում նայել եք, ChatGPT-ին հարցրել եք, գիտեք ինչ կարող է սորտը, գիտեք 2022 թվականը ինչի է այդքան հետաքրքիր դարձնում այս գինին ու հաստատ գիտեք ինքը ինչ արժի ու Երևանում որտեղից կարելի է ձեռք բերել։ Բայց քանի որ ես խոսքի տվել այս ամենի մասին վիդեո տարբերակով պատմել, այնպես որ պատմում եմ։ Շատո Տիկեմը հայտնի է իր քաղցր գինիներով։ Y-ը համարվում է նրա 4 կողմը։ Սավինյոն Բլանի եւ Սեմիլյոնի համադրության արդյունքում ստեղծվում է սպիտակ 4 գինի, որ աչքի է ընկնում իր թարմությամբ, ցիտուսային նրբերանգներով, սպիտակ տանձի եւ դեղցի երանգներով, ինչպես նաեւ վանիլի ու աղի։ Եթե ինչ համային երանգները ես ինտերնետից եմ կարդացել, որովհետեւ ես ինքս դեռ չեմ փորձել։ Իսկ ինչով է յուրահատուկ 2022 թվականի վինտաժը, բանն այն է, որ այդ տարի գրանցվեց ամենաշոկ ամառը եւ բերքահավաքը լինում է ռեկորդային վաղ, օգոստոսի 9-ին։ Իսկ թե ինչ արժի գինին եւ որտեղից կարելի է ձեռք բերել, գինին ձեռք են բերել Ինվինոյից։ Եթե չեմ սխալվում, արկա է նաեւ Վինոյում։ Գինի հետ կապված կարող եմ ասել, որ այն մի քիչ հակասական կարծիքներ ու էմոցիաներ կարող է առաջացնել, որովհետեւ գինեսերները, գինուց հասկացողները ասեն, որ գին որակ հարաբերակցությամբ սա արդարացված է իր արժեքի համար, իսկ նրանք, ովքեր գինին չեն դիտարկում որպես արվեստ, այլ դիտարկում են որպես ուղղակի ալկոհոլային խմիչք, կասեն, որ դա չափից դուրս թանկ է։ Այնուամենայնիվ, ես դեռ չբարձրաձայնեմ, կգրեմ նկարագրությունում ինչ արժե, իսկ դուք մեկնաբանություններում գրեք, այդքան գումար կտայք գինուն, թե ոչ։